Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ ոստիկանական զգալի ուժեր են կենտրոնացվել։ Երկօրյա ընդմիջումից հետո այսօր վերսկսվում է Սամվել Կարապետյանի դատավարությունը։ Հիշեցնենք, որ 10 ամիս տևած քննությունից հետո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով, այդ թվում փողերի լվացման և իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Ամեն ինչ սկսվել էր անցած տարվա հունիսի 17-ին Կարապետյանի հայտարարությունից. «Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, մենք մեր ձևով կմիջամտենք եկեղեցու դեմ արշավին»։ Հաջորդ օրը նա ձերբակալվել էր և մինչև օրս անազատության մեջ է։ Փաստաբանական թիմը միջնորդություն է ներկայացրել դատարան, պահանջելով առաջնահերթ քննել տնային կալանքից ազատելու հարցը։ Փաստաբան Արամ Վարդևանյանը շեշտել է, որ ազատ արձակումն անհրաժեշտ է քաղաքական գործչին ապրիլի 21-ին կայանալիք կուսակցական համագումարին մասնակցելու համար։ Դատարան է եկել նաև Սամվել Կարապետյանի եղբայրը։ Դուք իմ կարծիքով ավելի լավ գիտեք, քան թե ես, ցանկացած ելք մեր համար ընկալելի եւ ընդունելի կլինի։ Դա մեր վարքագիծը եթե չի փոխվել։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանն ուղիղ ասում է, որ մինչև տարեվերջ ձեր եղբայրը պարոն Կարապետյանը կաղքատանա, ինչպես կմեկնաբանեք։ Դուք էլ մի բան ասա, էլի, սուտա մի սուտ էլ դուք ասեք։